Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում այսօր զրուցելու եմ ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի հետ։ Պարոն Հովհաննիսյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Հովհաննիսյան, օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե անվտանգության համար մեկ գործոնը ընկալվում է բանակը, ապա դա նշանակում է, որ մենք անվտանգություն չունենք, այսինքն եթե ուզում ես, որ զինվորը քեզ պաշտպանի, դու պիտի նախ զինվորին պաշտպանես, եւ եթե ուզում ես, որ բանակը քեզ պաշտպանի, նախ դու պիտի բանակը պաշտպանես։ Տարիներ շարունակ մեզանում հակառակ ընկալումն է եղել, պարոն Հովհաննիսյան, որ անկախ նրանից մենք զինվորին բանակը պաշտպանում ենք, թե չէ, զինվորը պարտավոր է մեզ պաշտպանել, երբեմն անգամ իր կյանքի գնով։ Ըստ ձեզ ինչու է այս ընկալումը եղել։ Ճիշտ ասած, այդ տարընկալում կամ տարընթերցումը, որը գաղափարախոսության մեջ եղել է, դա կախված է եղել ընդհանրապես տարբեր տեսակ քարոզչական հնարքներից եւ իրականում այստեղ ճշմարտություն այն է, որ մեր անվտանգության երաշխավորը ոչ միայն բանակն է, այլ նաև մեր արտաքին քաղաքականությունն է վարվող, մեր կենսամակարդակն է, կրթական մակարդակն է, գիտական մակարդակն է, այսինքն այդ ամբողջականությունն է մեր անվտանգության երաշխավորը եւ այս ամբողջության մեջ առաջնային դերակատարը իհարկե միանշանակ դա բանակն է, որովհետեւ արտաքին ագրեսիայի դեպքում միանշանակ պետք է դիմագրավի բանակը, այլ ոչ թե տվյալ դեպքում օրինակի համար արդյունաբերությունը, գիտությունը կամ կրթությունը։ Իսկ եթե համեմատաբար խաղաղ շրջանում ենք ապրում, ապա այդ ժամանակ մեր անվտանգության երաշխավորը միանշանակ կրթությունը եւ գիտությունն է, միանշանակ արդյունաբերությունն է, ռազմաարդյունաբերությունն է եւ տարատեսակ այսպես պետության համար կենսական նշանակություն ունեցող ճյուղերը եւ զարգացվածությունն է։ Պարոն Հովհաննիսյան, մենք կարող ենք ասել, որ զինվորը բանակը այսօր պաշտպանված է եւ ակնկալել նաեւ այդ պաշտպանությունը։ Նայած թե մենք ինչ համատեքստում ենք այստեղ հասկանում, եթե մենք այդպես ենք խոսում։ Եթե դիրքում սահմանում կանգնած զինվոր է եւ մենք չենք կարող ասել, որ զինվորն այսօր պաշտպանված է, որովհետեւ հակառակորդի թիվ 1 կամ թշնամու թիվ 1 նպատակն այն է, որ թուլացնի այդ պաշտպանվածությունը, թուլացնի այդ հոգեբանական վստահությունը եւ ինքը հասնի իր ցանկալի արդյունքի։ Դրա համար խիստ հարաբերական է, թե զինվորը պաշտպանված է, թե չէ։ Իսկ եթե մենք խոսում ենք պետության կողմից պաշտպանված լինելու մասին, ապա պետք է ասեմ, որ այստեղ մենք շատ մեծ խնդիր ունենք, որովհետեւ զինվորը միջև զինվորին հասնել պաշտպանվածությունը պետք է առաջին հերթին պաշտպանված լինի նաեւ սպայական կազմը եւ ոչ միայն պաշտպանված լինի սպայական կազմը, այլ նաեւ ինքը կարողանա այնքան ապահովված լինի իր կյանքում, որ ինքը կարողանա հենց սպայական կազմը կարողանա պաշտպանել զինվորին։ Մենք այստեղ շատ մեծ խնդիր ունենք, մեծ բաց ունենք եւ պետք է մենք աշխատենք այդ բացը լրացնելու ուղղությամբ։ Եվ վերջերս կառավարությունը շրջանառության մեջ դրեց օրենքի մի նախագիծ, որով առաջարկում է պարտադիր զինվորական ծառայությունը 2 տարուց կրճատել հասցնելով տարի ու կեսի։ Ընդդիմությունը այս առումով մեծ վտանգ է տեսնում, սա որակում է որպես Ադրբեջանի պահանջ եւ կամ բանակի զինաթափում, անգամ ասում են, որ սա հետագա զիջումները արդարացնելու միջոց է։ Նախ ինչպես եք վերաբերվում այս նախագծին եւ արդյոք տեղին են այս շահարկումները։ Նախագծին բավականին դրական են վերաբերվում, որովհետեւ սա ես նույնիսկ համարում եմ, որ սա բավականին ուշացած է։ Եթե մենք գնում ենք բանակի բարեփոխումների հետևից, սա ուշացած է, բայց միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ ընդդիմության այդ բոլոր հայտարարությունները, գործողությունները դրա վերաբերյալ բնական է, որովհետև ցավոք սրտի օրենքի այդ նախագիծը շրջանառության մեջ է դրվել մի այնպիսի ժամանակաշրջանում, որը որ խիստ ներքին քաղաքական, այսպես իրավիճակներ է իրենից ենթադրում։ Այսինքն նախընտրական, այսպես ասենք, ժամանակահատվածում է եւ ընդդիմությունը շահարկել, չասեմ, բայց օգտագործում է այն փաստը, որ սա կարելի ասել ընտրազանգվածին կաշառելու միջոց է կամ չգիտեմ ընտրազանգվածին սրանով ավելի շատ գերելու միջոց է, որպեսզի իշխանությունը կարողանա համապատասխան ձայներ հավաքի։ Սակայն եթե դիցուկ 6 ամիս առաջ սա դրվեր շրջանառության մեջ, ապա վստահորեն կարող եմ ասել, որ ընդդիմությունը բոլորովին այլ պատճառաբանություններ էր բերելու քննադատելու, դա ընդդիմության գործն է, ընդդիմությունը հենց դրա համար է ստեղծված, որ ինքը քննադատի։ Մյուս կողմից պետք է նաև նշեմ եւ շեշտեմ, որ սա
իսկապես կդառնա առ ոչինչ, եթե բարեփոխումների շրջանակներում միայն սրանով մենք բավարարվենք եւ չլինի այն մեծ փաթեթը, որ իրենից ենթադրում է հայկական բանակի ուժեղացում, հզորացում։ Եվ այստեղ նորից պետք է ես հղում անեմ ընդդիմությունը շեշտը դնում է թվակազմի վրա, որ մենք թվակազմի հետ խնդիր ունենք եւ այսօր մենք գնում ենք թվակազմի կրճատման եւ այլն, եւ այստեղ պետք է իսկապես իշխանությունը մտածի որակյալ թվակազմի բարելավումով, իսկ որպեսզի մենք ունենանք որակյալ թվակազմ, պետք է զինծառայողի գործը, զինվորականի գործը լինի շատ հրապուրիչ եւ գրավիչ եւ ինքը ոչ թե իրենից ենթադրի միայն ու միայն պատասխանատվություն, այլ նաեւ իրենից ենթադրի որոշակի հարգանք, որոշակի արժանապատվություն եւ ինչու՞ չէ բարձր վարձատրություն։ Եվ ամենագլխավորը եւ կարեւորը այստեղ այն է, որ մենք պետք է 18 տարեկան զինվորին չդիտարկենք միայն ու միայն սահման պահող, այլ մենք պետք է դիտարկենք պետությունը պետք է դիտարկի այդ զինվորին ռազմական երկրորդ մասնագիտություն տալու համատեքստում եւ այդ տարի կեսը պետք է 18 տարեկան զինվորը ստանա այնպիսի խորը ռազմական գիտելիքներ, մասնագիտություն, որ այն օգտակար լինի իրեն եւ պետությանը եւ 25 տարեկանում, 30, 35 եւ այդպես շարունակ, քանի դեռ ինքը զինապարտ է համարվում։ Սա շատ կարևոր հանգամանք է, որ պետք է պետությունը սրա հետևից գնա, այլ ոչ թե միայն բավարարվի տարի կեսով եւ ծալի դնի մի կողմ, ասի այսքանով ես բավարարվեցի։ Սա շատ խորքային եւ կարևոր հարց է, որի հետևից պետք է անպայման պետությունը գնա։ Նորից եմ ասում եւ շեշտում, որ 18 տարեկան զինվորին այլևս չպետք է դիտարկենք միայն սահման պահող, այլ պետք է մենք իրեն հետագա ժամանակաշրջանի համար, հեռանկարային ժամանակաշրջանի համար մենք դիտարկենք որպես մարտունակ պահեստազոր, որ անհրաժեշտության դեպքում ցանկացած պահի ինքը կարող է մտնել գործողության մեջ։ Պարոն Հովհաննիսյան, հենց այդպես էլ մեկնաբանվում է, որ սա պրոֆեսիոնալ բանակին գնալու քայլերից մեկն է եւ ըստ էության սրանով զինվորը արդեն սահման պահելու պարտականություն չի ունենալու, այսինքն սա այդ քայլերից մեկն է եւ քանի որ ասացիք, որ նորմալ է ընդդիմության այդ շահարկումները, բայց ամեն դեպքում բանակը այն թեման է, որ քաղաքական դիվիդենդներ շահելու համար պետք է շահարկումներ անել եւ միշտ բարբերաբար թիրախում պահել է։ Իհարկե, այդ թեման չի ես միշտ դեմ եմ եղել, որ բանակի հետ կապված թեմաները շահարկվեն, բայց ամեն դեպքում պետք է այստեղ նորից եմ ասում, հաշվի առնենք այն հանգամանքը, որ ցավալիորեն այդ օրենքի նախագիծը մի այնպիսի ժամանակաշրջան է եկել, որ ուզած թե չուզած կշահարկվի, քանի որ ներքին քաղաքական կյանքը գնալով ավելի թեժանում ու ակտիվանում է։ Բնականաբար ես դեմ եմ բանակի հետ կապված ցանկացած հարցի շահարկմանը, դրա պետք է լինի վերջի վերջո փակ քննարկման նյութ թե ընդդիմության, թե իշխանության եւ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու համար պետք է լինի փակ քննարկման թեմա, որովհետեւ ակամա թե ակամա, որքան էլ որ լավ մասնագետ լինես, կամակա թե ակամա դու որոշակի կիքսեր ես անում, իսկ դրանք շատ լավ դիտարկվում են, շատ լավ ուսումնասիրվում են հակառակորդի կողմից եւ իրենք կարող են դառնալ շատ լուրջ բացթողումների, այսպես ասենք, առիթ եւ հետագայում մենք կարող ենք շատ մեծ խնդիրներ ունենալ ինչ որ գաղտնի ծրագրերի համար։ Պարոն Հովհաննիսյան, Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև նախաստորագրվեց խաղաղության պայմանագիրը եւ այս իմաստով իշխանությունը եւ ընդդիմությունը ելի ունեն շատ իրարամերժ կարծիքներ։ Իշխանությունն ասում է, որ արդեն խաղաղություն է եկել եւ պարզապես պետք է դա առարկայացնել, իսկ ընդդիմությունն ասում է, որ սա ոչ միայն խաղաղություն չբերող է, այլ հակառակը պատերազմի նոր վտանգներ է ստեղծում։ Նախ դուք որ տեսակետն եք կիսում եւ արդյոք ընդդիմության կողմից պարբերաբար խոսել է պատերազմի մասին եւ կամ օրինակ Սյունիքը ուշադրության կենտրոնում պահելը լարվածություն չի առաջացնում թե հասարակության մոտ, թե բանակում տրամադրություններ չի ստեղծում։ Ես կուզենամ մենք այստեղ այս համատեքստում դուրս գանք ընդդիմություն իշխանություն այս տիրույթից եւ ավելի այլ տիրույթ տեղափոխվենք, որովհետեւ մենք հասկանանք իսկապես խաղաղությունը գալիս է թե չէ, պետք է գնանք Հայաստանի Հանրապետություն եւ Ադրբեջանի Հանրապետություն տիրույթ եւ հասկանանք ինչպիսի քայլեր է ձեռնարկում վերջիվերջո Ադրբեջանը, որ մենք հասկանանք գնում ենք խաղաղության
խաղաղության, թե չեն գնում խաղաղության։ Ցավոք սրտի պետք է ասեմ, որ Ադրբեջանի իշխանությունը չի գնում խաղաղության ճանապարհով եւ ինքը բոլորովին այլ Բաքվի բռնապետը բոլորովին այլ քարոզ է տանում, հայատած քաղաքականությունը դեռ շարունակվում է այնտեղ եւ ամբողջովին իր քաղաքականությունը նրան է տանում, որ Հայաստանի Հանրապետությունը դեռևս վտանգ է ներկայացնում տարածաշրջանում խաղաղության համար, հայերը վտանգ են ներկայացնում այս տարածաշրջանում խաղաղ համակեցության համար եւ ամբողջ քարոզը Ադրբեջանի իշխանության նրանում է, որ մենք չենք վստահում Հայաստանի Հանրապետությանը եւ հայերին։ Եվ սրանով նաև Ադրբեջանի իշխանությունը լուծում է իր համար շատ կարևորագույն հարց, դա այն է, որ իր քաղաքացիներին է պահում լարման մեջ եւ ասում է, տեսեք, եթե ես չլինեմ իշխանության, ապա հայերը գալու են եւ նորից գրավեն այս տարածքները, նորից գալու են ձեզ կոտորեն եւ այլն եւ այլն։ Այս համատեքստում, եթե մենք դիտարկում ենք, իսկապես խաղաղություն ասվածը բավականին փխրուն է, որովհետեւ անմիջապես հետո այդ փաստաթղթի կամ այդ հայտարարության ստորագրումից անմիջապես հետո Քարվաճառում Ալիևը գնում եւ սկսում է խոսել հայերի դեմ հնարավոր ռազմական գործողություններից, ինքը սկսում է հայտարարություններ տարածել, որ պետք է արևմտյան, այսպես կոչված արևմտյան Ադրբեջան վերադառնան մեր հայրենակիցները, այսինքն պետք է հասկանանք մենք արդյոք Ադրբեջանը գնում է այդ խաղաղության հետևից եւ այստեղ շատ կարեւոր է մեր իշխանության մոտեցումները, այսինքն իշխանությունը պետք է այս ամենը արձանագրի եւ միջազգային գործընկերներին փաստերով ներկայացնի, այլ ոչ թե հայտարարությունների տեսքով, այլ ոչ թե, չգիտեմ, անձնական զրույցների ժամանակ, այլ փաստերով, հա, ներկայացնի, որ տեսեք, մենք գնում ենք խաղաղության ճանապարհով, փորձում ենք գնալ խաղաղության ճանապարհով, բայց արհեստական խոչընդոտները, որոնք ոստեղծվում են Ադրբեջանի կողմից, նաև մեր հասարակության վրա են դրանք անդրադառնում եւ նաև մեր հասարակության մոտ է վերջիվերջո անվստահություն ձևավորվում։ Ինչ վերաբերվում է ընդդիմության այդ հայտարարություններին, որ պատերազմը եւ այլն, իրականում ես նաև կզարմանայի, եթե ընդդիմությունը չխոսեր դրա մասին։ Եթե ընդդիմությունը համաձայն լիներ, որ այո, խաղաղությունը եկել է, որովհետև չի ստորագրվել եւ ոչ մի խաղաղության պայմանագիր։ Եվ ես կզարմանայի, որ ընդդիմությունը իրականում չմտահոգվեր, այսպես ասենք, այն փաստով, որը որ տեղի ունենում Ադրբեջանում։ Եվ գիտեք, այստեղ շատ մեծ կարևոր դերակատարություն ունի ընդդիմությունը այս հարցում, որ հենց ընդդիմությունը պետք է արձանագրի Բաքվի բռնապետի այդ բոլոր հայտարարությունները, գործողությունները, որոնք որ ուղղված են Հայաստանի Հանրապետության դեմ։ Սա շատ կարևոր բան է եւ պետք է հենց ընդդիմությունը ավելի ուշով հետևի եւ այսպես ասեմ, որպեսզի ավելի պատկերավոր լինի։ Բաքվի կամ Ադրբեջանի իշխանությունը ինքը պետք է վախենա Հայաստանի Հանրապետության ընդդիմությունից եւ իր գործողություններում, իր հայտարարություններում Ադրբեջանի իշխանությունը պետք է հաշվի առնի, որ Հայաստանի Հանրապետության ընդդիմությունը կարող է դրանք օգտագործել իր դեմ։ Ինչպես այդ բոլոր հայտարարությունները, որոնք որ իրանք իրականացնում են եւ իրականում կներեք, բայց ընդդիմությունը դա օգտագործում է ոչ թե Ադրբեջանի դեմ, այլ իշխանության դեմ։ Ցավալիորեն դա ներքին քաղաքական, այսպես խաղերի արդյունք է, որ եւ իրականում ընտրարշավի հետ կապված նախընտրական շրջանի ընտրարշավի հետ կապված դրա այդ խաղերի արդյունք է, իսկ իրականում պետք է բոլորովին այլ իրավիճակում լիներ, այսպես ասեմ, ընդդիմությունը եւ իշխանությունը այս հարցում արտակուստ պետք է իրար դեմ լինեն, բայց ներքուստ պետք է համագործակցեին առնվազն այս հարցում։ Եվ ցավալիորեն այսօր մենք տեսնում ենք բոլորովին այլ իրավիճակ եւ տեսնում ենք, որ չկա վստահություն կամ ձևավորվում է անվստահության մթնոլորտ իշխանության նկատմամբ եւ ձևավորվում է բոլորովին անառողջ եւ կրկին անվստահության մթնոլորտ ընդդիմության նկատմամբ ու դուրս է գալիս, որ իրականում մենք թողած կարևոր գործը, որը որ պետք է միասին անենք, մենք սկսել ենք զբաղվել ընտրարշավով եւ նախընտրական քարոզչությամբ։ Ադրբեջանում
Պարոն Հովհաննիսյան, թեև դուք բացասական այդ հայտարարությունները եւ Ալիևի հռետորաբանությունը մեջ բերեցիք, բայց Ալիևը միաժամանակ նաեւ խոսում է, որ այո, իրենք պատրաստ են գնալ խաղաղության, նաեւ իրենք էլ են հայտարարում, որ խաղաղությունը արդեն սկսվել է, խաղաղության դարաշրջանը սկսվել է, իրենք սկսել են արդեն երկաթուղու վրա աշխատանքները եւ այդ առումով են նաեւ բարբերաբար հայտարարություններ անում։ Թեև սրան զուգահեռ նաեւ նույն Իլհամ Ալիևը խոսում է կրկին Զանգեզուրի միջանցքի մասին։ Այս խոսույթները ինչ միտում ունեն եւ միգուցե սա ավելի շատ ներքին լսարանին է ուղղված, այսինքն ներքին զանգվածին ճակերտավոր ասած կերակրելու համար է։ Դուք ինչպես եք կարծում, սա ներքին զանգվածի թե արտաքին խաղացողներին է ուղղված։ Խաղաղության մասին բոլոր հայտարարությունները ուղղված են բացառապես արտաքին լսարանին։ Բացառապես նա ապահովում է իր անվտանգության բարձիկները միջազգային բոլոր հանդիպումների համար եւ ինքը ասում է որ այո ես գնում եմ խաղաղության հետևից խաղաղության համար եմ ես աշխատում եւ այլն բայց բոլորովին այլ բան են կատարված գործողությունները օրինակի համար ես ասեմ որ Ադրբեջանը նախատեսում է 2026 թվականին պետական բյուջեում ռազմական բյուջեն կրկին ավելացնել պետք է ասեմ որ այդ ավելացումները շատ մեծ ավելացումների մասին ենք խոսում տեղի սկսած 2023 թվականից եւ սրանով գնալ խաղաղության եւ կարծել որ Ալիևը իսկապես սեղանի շուրջ է ուզում այդ խաղաղությունը ձևավորել միամտություն կլինի քանի որ Ալիևի նպատակը չի էլ թաքցնում ինքը այն է որ քանի դեռ Հայաստանը այսպես ասած թույլ է քանի դեռ Հայաստանը չունի ամբողջ աշխարհի կողմից կամ լավ գոնե այսպես ասենք չունի կայուն ռազմավարական գործընկեր ապա կարելի է ստանալ առավելագույնս այս ժամանակաշրջանում ինչ հնարավոր է Եվ այդ ինչ հնարավորի համատեքստում հենց Զանգեզուրյան այսպես կոչված միջանցքն է, որին որ ձգտում է ամեն գնով տիրանալ Ալիևը։ Բայց միևնույն ժամանակ ինքը կատարում է հենց նմանատիպ հայտարարություններ, որ ես խաղաղությունը մոտ է, գնում ենք խաղաղության, եւ այդ հայտարարությունները բացառապես արտաքին լսարանի համար իր անվտանգության բարձիկները ապահովելու համար են։ Բայց ամեն դեպքում պարոն Հովհաննիսյան, չեք կարծում, որ օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթով ըստ էության այդ Զանգեզուրի միջանցք խոսույթը եւ այդ միջանցքի հավանականությունը զրոյացվեց եւ նաեւ Թրամփի լուսանկար հրապարակել է Նիկոլ Փաշինյանի եւ Ալիևի հետ եւ գրել է, որ խաղաղություն լինելու է։ Այսինքն ամեն դեպքում Վաշինգտոնյան իրողությունը չի խոսում այն մասին, որ այդ Զանգեզուրի միջանցքի մասին ճակերտավոր ասած երազանքները կարելի է համարել փակված այդ էջը։ Եթե մեկ բառով ասեմ, ապա ոչ, որովհետև այդ երազանքները նոր չէին Թուրքիայի եւ Ադրբեջանի համար, այդ երազանքները շատ վաղուց են եղել եւ իրենք հարմար պահին այդ երազանքները մեջտեղ են բերում։ Եվ ասել, որ հիմա այդ հայտարարությամբ, որ ստորագրվել է, համարենք այդ թեման փակված, այդքան էլ ես հակված չեմ դրան հավատալու։ Վերը նշված փաստերից ելնելով այն թվարկած միևնույն ժամանակ նաև հակված չեմ նրա համար դրան հավատալու որ ամեն դեպքում այս շրջանում այս փուլում իրենք հույս ունեն որ Հայաստանի Հանրապետությունը ինքնակամ ստորագրություն կդնի մի այնպիսի փաստաթղթի տակ, որը որ իրենից կենթադրի Զանգեզուրյան միջանցքի տրամաբանություն։ Իրանք այդ մեծ հույսով են առայժմ, եւ երբ որ իրանք հասկանան, որ այդ հույսը այլևս չկա, գոյություն չունի, իրենք սկսելու են սադրել Հայաստանի Հանրապետության սահմանի երկայնքով, որպեսզի այս անգամ այդ ճանապարհով փորձեն։ Իսկ այդ փաստաթուղթը կամ այդ հայտարարությունը, որը որ ստորագրվել է, դա պարզապես մեզ համար մի փոքր անվտանգության բարձիկ է, շատ փոքր անվտանգության բարձիկ է կամ այսպես ասենք ժամանակ վերցնելու հնարավորություն է, որովհետեւ մենք վերադիրքավորվենք, մենք կարողանանք շատ ավելի կայուն, շատ ավելի նպաստավոր դիրքում գտնվենք, որպեսզի իրականացնենք համապատասխան թե բանակցային աշխատանքներ եւ թե մեր բանակում, ինչու՞ չէ, այդ բոլոր բարեփոխումները իրականացնենք։ Պարոն Հովհաննիսյան, վերջերս իմ վերլուծաբաններից մեկը հայտարարեց, որ Հիկմեթ Հաջիևը հիմա Միացյալ Նահանգներում է հենց նրա համար, որ պատասխան տա հենց այդ խոսույթի համար, որ շարունակում է հնչել նույն Զանգեզուրի միջանցք եւ որ Միլի մեջլիսում քննարկվում էր Թրամփի ուղին վերանվանել Ալիևի ուղի։ Հիմա Հիկմեթ Հաջիևը աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում է, պնդում էր, որ Հաջիևը հիմա այնտեղ
պատասխան է տալու այս խոսույթի համար։ Այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները հետևողական է լինելու եւ հետևելու է, որ ստորագրված փաստաթղթը ամեն դեպքում կյանքի կոչվի եւ կողմերից որևէ մեկը հետ քայլ չանի։ Համաձայն եք այս մոտեցման հետ, թե չէ։ Ասել որ պատասխան է տալի, գնացել է պատասխան տալու, մի քիչ անպագորգոր է, որովհետեւ իրականում ես բոլորովին այլ կարծիք ունեմ, գնացել է աշխատելու, որպեսզի իրենց համար շատ ավելի բարենպաստ եւս մեկ փաստաթուղթ փորձեն ստորագրել, ավելի բարենպաստ այսպես կետերով, դրույթներով, ինչու՞ չէ, նաեւ իրենք շատ լավ համոզելու հատկություն ունեն եւ իրենք կարող են ինչ որ բաներում համոզել, ինչ որ բաներում վստահեցնել, որ այո, այսպես կլինի եւ այնպես կլինի։ Եվ այս դեպքում իրականում մենք էլ պետք է աշխատենք եւ մենք չպետք է նստենք սպասենք, թե այնտեղ ինչ են անում իրենք եւ մենք ասենք այ գնացել են պատասխան տալու։ Ոչ, մենք պետք է եւս աշխատենք, որ հասկանանք իրենք ինչ են անում, արդյոք իրենք իսկապես աշխատում են մարդկանց հետ, որպեսզի ինչ որ մի նոր փաստաթուղթ բերեն, որը ոչ հայանպաստ կլինի եւ հակընդդեմ փաստաթղթով էլ մենք հանդես գանք։ Եվ չպետք է մենք թերագնահատենք Ադրբեջանին, քանի որ Ադրբեջանը վերջի վերջո բոլորիս էլ հայտնի է եւ մենք գիտենք իր նավթադոլարային քաղաքականությամբ կարողանում է հասնել շատ մեծ արդյունքների եւ կարողանում է թեկուզ կարճաժամկետ հատվածում այդ հարցերը լուծել։ ԱՄՆ-ի հետ կապված ԱՄՆ տվյալ դեպքում եկեք ոչ թե ԱՄՆ-ն, այլ հենց Թրամփին հղում անենք։ Թրամփի դեպքում, այո, Թրամփը քանի դեռ նախագահ է, ինքը հետևողական է լինելու, բայց այ երբ որ այնտեղ փոխվի իշխանություն, մենք չգիտենք ինչ է տեղի ունենալու, որովհետև միջև Թրամփից առաջ մենք նաև այլ փաստաթուղթ ստորագրեցինք ԱՄՆ-ի հետ, բայց այդ փաստաթուղթը այսօր մի կողմ ցալված դրված է եւ Թրամփը չի էլ նայում այդ փաստաթղթի վրա եւ չենք կարող ասել թե հաջորդ իշխանությունը ինչպիսի վերաբերմունք կունենա ընդհանրապես թե այս ստորագրված փաստաթղթի հետ եւ թե ընդհանրապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ, որին ներկայ է եղել Թրամփը։ Պարոն Հովհաննիսյան, շատ կուզենամ նաև Թուրքիայի գործոնից խոսենք, որովհետև դա շատ կարծես թե կարևոր գործոն է հայ-ադրբեջանական խաղաղության համատեքստում։ Տեսեք, նախաստորագրված փաստաթղթից անմիջապես հետո Թուրքիայից եղան արձագանքներ, առաջին անգամ Հայաստանում Սերդար Քելեչը եւ Ռուբեն Ռուբինյանը հանդիպեցին, ապա հետևեց Ֆիդանի երկու հայտարարություններ, որոնցից մեկում հստակ նշվում էր, որ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև 2026 թվականի առաջին կեսում։ Նախ դուք դա հավանական համարում եք թե չէ եւ արդյոք Թուրքիան շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու եւ կամ սահմանը բացելու առումով եւ եթե ոչ, ապա ինչի մասին են այս հայտարարությունները։ Իրականում, որովհետեւ մենք հասկանանք, թե Թուրքիան ինչ նպատակներ ունի եւ Թուրքիայի պաշտոնատար անձանց հայտարարությունները իրականում որքան են համապատասխանում իրականությանը, պետք է նաեւ մենք ոչ միայն իրենց հետևենք, այլ հետևենք պալատական վերլուծաբաններին, փորձագետներին։ Եվ երբ որ մենք իրենց ենք նայում, Թուրքիան էլ չի հրաժարվում Զանգեզուրյան Միջանցք տերմինից, չի հրաժարվում բոլոր այն նարատիվներից, որոնք առաջ են եղում Ադրբեջանը Ալիևի դեմքով եւ իրականում Թուրքիան եւս շահառու է համարում իրեն այս Զանգեզուրյան Միջանցք կոչվածին եւ ինքը նաեւ ինչու՞ չէ անթակույց այսպես տրամադրվածություն ունի, որ կօգտվի այդ Զանգեզուրյան Միջանցք կոչվածից եւ փորձում է Հայաստանի Հանրապետությանը համոզել, որ ձեր շահերից է բխում դա, ձեր համար ենք անում դա եւ այլն եւ այլն։ Խաղաղության պայմանագիր որպես այդպիսին ես կարծում եմ դեռևս չի ստորագրվելու, որովհետեւ որպեսզի ստորագրվի խաղաղության պայմանագիր, պետք է լինի հստակ ճնշում, ոչ ավել, ոչ պակաս Ադրբեջանի վրա, որովհետեւ Թուրքիայի կողմից թե Միացյալ Նահանգների։ Ում կողմից որ կլինի այդ ճնշումը, ով որ ի վիճակի է իզորու այդ ճնշումն իրականացնել, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը մշտապես հայտարարում է, որ ես պատրաստ եմ ստորագրել խաղաղության պայմանագիրը, սակայն ամեն անգամ Ադրբեջանը հայտարարում է ինչ որ նոր պահանջների մասին, ինչ որ նոր այսպես գործելավոճ է որտեգնում եւ անդադ խաղաղության պայմանագրի ստորագրումը ետ է գցում։ Այս դեպքում քանի դեռ ճնշում ուղղակի ճնշում չի եղել, Ադրբեջանի Հանրապետության վրա խաղաղության պայմանագիրը չի ստորագրվելու։ Եվ այստեղ Թուրքիայից եկող այդ հայտարարությունները ես կարծում եմ ընդամենը ենթադրություններ են եւ ընդամենը սրանք
աշխարհի համար կատարվող հայտարարություններ են, թե հարավային Կովկասում ամեն բան դեպի լավն է գնում։ Ամեն դեպքում, պարոն Հովհաննիսյան, սահմանների բացում Թուրքիայի, Ադրբեջանի հետ բաց սահմաններ պետք են թե պետք չեն, եւ քանի որ դա հաճախ փաթեթավորվում է որպես որ ապահով է Ադրբեջանի եւ կամ Թուրքիայի հետ ունենալ փակ սահմաններ եւ սահմանների բացումը կարող է վտանգավոր լինել, նույն օրինակ կարող է մեզ կլանել եւ կամ կուլ տալ, դուք այդ խոսույթը հաստատ լսել եք։ Հիմա իրականում պետք են այդ սահմանները բացել, թե այս փակ սահմանների վիճակը նորմալ վիճակ կարելի է համարել։ Այն դեպքում, երբ մեր սահմանների 80%-ը ըստ էության փակ են։ Ցանկացած երկրի համար շատ կարևոր է, որ իր հարևանների հետ ունենա առնվազն հարևանական հարաբերություններ եւ առնվազն բաց սահմաններ։ Իսկ բաց սահմանները դրանք իրենցից ենթադրում են թե պետության զարգացումը տնտեսական առումով եւ թե պետության զարգացումը ընդհանրապես աշխարհաքաղաքական առումով։ Այս համատեքստում իհարկե բաց սահմանները շատ կարևոր են, բայց միջև բաց սահմաններին անցնելը պետք է Հայաստանի Հանրապետությունը իր նախկին տարիների փորձը թե խորհրդային ժամանակահատվածում եւ թե անկախ Հայաստանի Հանրապետության ժամանակահատվածում փորձը նկատի ունենալով օրենսդրական մի շարք փոփոխություններ կատարի, մի շարք փոփոխություններ։ Օրինակ, տեսեք, ես ձեզ մի բան ասեմ, Թուրքիայի Հանրապետությունում, Թուրքիայում հողային օրենսգիրքը եթե ուսումնասիրում ես, այնտեղ բավականին հետաքրքիր նյուանսներ կան, որոնք որ վերաբերվում են հատկապես հայերին, հատկապես Հայաստանի Հանրապետության հայերին եւ նաեւ նմանատիպ հոդվածներ կան, որոնք որ վերաբերվում են անհատ ձեռներեցներին, որ այսինքն եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացի է կամ չգիտեմ Հունաստանի քաղաքացի է, ապա իրավունք չունի անշարժ գույք հողի տեսքով, անշարժ գույք ձեռք բերի։ Սա տեսեք, իրենք իրանց համար ստեղծել են ապահովագրության ինչ-որ միջոցներ եւ իրանք փորձում են դրանով ինչ-որ բաներ զսպել։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը պետք է շատ խորը ուսումնասիրի խնդիրները, հարցերը, որոնք որ հնարավոր է առաջանան եւ օրենսդրական կարգավորումներ տա դրանց, որպեսզի երբ թե մեր գենետիկական, այսպես ասեմ, անվտանգությունը կամ անվստահությունը փարատվի եւ որպեսզի մենք իսկապես վստահ լինենք, որ իրենք չեն գալիս այստեղ ապրեն 10-15 տարի հետո կազմեն մեծամասնություն։ Եվ փորձեմ ամփոփել, պարոն Հովհաննիսյան, գիտեմ, որ հաճախ եք լինում զորամասերում, նախ ինչպիսի բարոյահոգեբանական վիճակ է զորքի մոտ եւ այդ առումով ինչ փոփոխություններ եք նկատում հաշվի առնելով վերջին տարիների դեպքերը, նույն պատերազմից հետո։ Ես միշտ այս հարցին այսպես եմ պատասխանում բարոյահոգեբանական վիճակի հետ կապված, ասում եմ, ինչ ձևի որ թիկունքում է լինում, դա ուղիղ ազդեցություն է ունենում նաեւ բանակի վրա։ Չի կարող թիկունքում լինել անառողջ մթնոլորտ, իսկ բանակում լինի առողջ բարոյահոգեբանական իրավիճակ։ Դրա համար, երբ որ մենք այստեղ գործողություններ ենք իրականացնում կամ չգիտեմ, ինչ որ բաներ ենք իրականացնում, պետք է հաշվի առնենք անպայման, որ բանակը կրելու է դրա հետևանքները եւ այնպես չէ, որ բանակում ծառայում են մարդիկ, ովքեր որ կապ չունեն Հայաստանի Հանրապետության հետ եւ իրենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն կամ չեն բնակվում քաղաքում, գյուղում, տվյալ բնակավայրում։ Այնպես որ այդ բարոյահոգեբանական վիճակը ուղիղ կապ ունի թիկունքի բարոյահոգեբանական իրավիճակի հետ։ Ինչ վերաբերում է բարեփոխումներին, ապա պետք է ասեմ, որ իրականում բարեփոխումները որպես այդպիսին ակնառու են, կան, գոյություն ունեն, բայց ինձ համար առնվազն դրանք թերի են, դրանք խիստ դանդաղ են գնում, դանդաղ տեմպերով են գնում, մինչդեռ մենք կարող ենք այս ամբողջ ժամանակահատվածը օգտագործել ավելի լայն թափով առաջ մղելու համար։ Եվ երբ որ մենք խոսում ենք բարեփոխումների մասին բանակից, մենք չպետք է միայն անդրադառնանք զենք զինամթերքի վրա, զինտեխնիկայի վրա, մենք նաև պետք է անդրադարձ կատարենք կրթության վրա, բանակի ռազմական կրթության վրա, եւ մենք կարողանանք բանակ ներմուծենք որակյալ ռազմական մասնագետներ։ Իսկ որպեսզի մենք ունենանք որակյալ մասնագետներ բանակում, պետք է մենք համագործակցենք միջազգային ռազմական բուհերի հետ եւ մենք կարողանանք, այո,
թանկարժեք մասնագետներ պատրաստենք, թանկարժեք բուհերում ռազմական։ Եթե մենք ուզում ենք այստեղ արդյունք ունենալ եւ արդյունք գրանցել։ Թե չէ սիրողական մակարդակի ատեստացիոն այդ գործընթացները անցնողին, ասենք լավ, դու անցել ես մեր սահմանած այդ բոլոր նորմերը, դու կարող ես, դա շատ կարճաժամկետ լուծում է եւ երկարաժամկետ լուծում չի։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Հիշեցնեմ, որ զրուցում էինք ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի հետ, կհանդիպենք։